Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մեծամասնությունը, ինչպես նաև ազգային ժողովի մատյան գունդը Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ 3 վաղ առավոտից լռվել էին Facebook-ում եւ իրար հերթ չտալով յուրաքանչյուրը 1 տասնյակի հասնող գրառումներ էր անում ընդդիմադիրների ձերբակալությունների եւ իրենց տերմիններով հեղաշրջման պլանի մասին։ Կարելի էր կարծել, թե Հայաստանում որևէ խնդիր չկա եւ պետական պաշտոնյաներն այնքան պարապ են մնացել, որ վերջապես զբաղմունք են գտել, սակայն իրականում Փաշինյանն ու իր խմբակը միտումնավոր համակարգված գործողություն էին մշակել իրավապահների գործողություններին զուգահեռ, որպեսզի հնարավորինս մեծ հնչեղություն տան երեկվա ձերբակալություններին։ Նրանց իրավապահները հրապարակում էին նախաքննական գաղթիկ համարվող նյութեր, որոնք ԿՊԱ-ականները եռանդով տարածում էին, հրապարակում էին անհասկանալի ճանապարհներով ձեռք բերված եւ կասկածելի ձայնագրությունների հատվածներ, որտեղ ժողովրդին ուղղված վիրավորական խոսքեր կային, խախտում էին անմեղության կանխավարկածը եւ ճնշում էին գործադրում դատարանների նկատմամբ, որ մի կողմից կալանքի սանկցիաներ տրվեն, մյուս կողմից ժողովրդի կարեկցանքին արժանանան եւ նրանց ռեյտինգը բարձրացնեն։ Պարզ է, որ 2018-ից ի վեր Փաշինյանի ու իր խմբակի միակ գործիքը պառակտումն է, թշնամանք տարածելն ու ընդդիմության թիրախավորելը։ Ես ասեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը առանց իր թիմակիցների էլ անելու էր այնինչ անում է հիմա, ինքը ամենևին կարիքը չունի Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի մնացած ԿՊԱ-ականների, որոնք ստորագույն ձևով ինչ-որ հրապարակումներ էին անում, ավելին ասեմ, Նիկոլ Փաշինյանի համար կողմից սա հայտարարված մրցույթ է 2026-ի ընտրություններին մասնակցելու եւ ԿՊԱ-ականները իրականում ոչ թե ժողովրդին էին ինչ-որ բան համոզում, որտեվ իրենք տեղեկատվական ռեսուրսներ ունեն ժողովրդին համոզելու համար, այնինչ պետք է համոզեն եւ ժողովրդի այն հատվածը, որը ուզում է համոզվել Նիկոլ Փաշինյանի այս կամ այն տխմարաբանության մեջ, միանշանակ համոզվելու է առանց Ալեն Սիմոնյանի կամ մյուսների։ Նրանք իրենց տեղն են ապահովում 2026 թվականի ցուցակում։ Եվ մի հետաքրքիր դրվագ, երեք պատվալներից քարոզչական դաշտ էին հանել նաև Աշոտիկին, որը պատերազմի օրերին, եթե հիշում եք, ըստ ԿՊԱ-ական քարոզչամեքենայի, երբ ադրբեջանական գրադ կայանքը կրակում էր, բոլորը փախնում էին, ինքը կանգնում էր, փաստորեն բոլորից միակ խելագարը ինքն էր, որովհետև գրադի պարագայում ցանկացած զինվորական ստանդարտով, երբ հրթիռներ են կամ ականներ են նետվում, դու պետք է ինչ-որ թաքստոցում թաքնվես, բանը չէր, հսկա հրթիռ կուլ տվող չես, որ կանգնես դրանց դեմ, բայց ամեն դեպքում, երբ էս բոլորին հանել են պատվալներից ու գցել են, մի մասն էլ գցվել է տեղեկատվական դաշտ, ինձ համար այս ֆոնին շատ ծիծաղելի է երևում այսպես կոչված impeachment-ի գործընթացի մասին խոսակցությունները, որը վարում է Սերժ Սարգսյանի թիմը։ Այսինքն մարդիկ ուզում են ասել, որ այդ ԿՊԱ-ականները, որոնք սրիկայական տեքստեր են գրում, հրապարակային են գրում, պատրաստ են, նրանց մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են միանալ Սերժ Սարգսյանին impeachment-ի գործընթացով։ Եվ մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը, որը ձերբակալում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան հայրերից մեկին, Բագրատ Սրբազանին, ձերբակալում է տասնյակ այլ մարդկանց, կանանց, այդ թվում։ Դուք կարողանալու եք Նիկոլ Փաշինյանից ԿՊԱ-ականներ պոկել, լուրջ եք ասում։ Դուք դա մի դեպքում, իհարկե տեսականորեն հնարավոր է, մի դեպքում, եթե Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ունեն պայմանավորվածություն, որ ժամանակն է եկել պարտքը վերադարձնելու, ինչպես 2018 թվականին, եթե հիշում եք, Միրան Պողոսյանն նաև վկայություն է տվել դրա մասին հանրապետական, Սերժ Սարգսյանի հորդորով որոշ հանրապետականներ, չնայած տարբերություն չկա մեծ մասով, քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի հորդորով որոշ ԿՊԱ-ականներ կքվեարկեն Սերժ Սարգսյանի թեկնածուի օգտին։ Ուրիշ պարագայում ուղղակի հնարավոր չի դա։ Ուղղակի հնարավոր չի։ Եվ Նիկոլ Փաշինյանը այսօրին այդ ձերբակալություններով, այս ապօրինություններով դա ցույց է տալիս։ Դուք ուզում եք ասեք, որ 5 միլիարդ դոլարի կապիտալ ունեցող, Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող, աշխարհում մեծ ճանաչում ունեցող Սամվել Կարապետյանին ձերբակալող Նիկոլ Փաշինյանից
ԿՊԱ-կան Վահագն Ալեքսանյանը, Լուլուն, Արսեն Թորոսյանը, Աներձակ Հրաչը չեն վախենալու ու ասենք Սամվել Կարապետյանից ավելի մեծ հնարավորություններ ունեն, ասել են մենք դուրս են գալու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։